Ալիևը հասկանում որ խաղաղության պայմանագիր կնքելու պես դրա մասին բազմիցս ասել եմ իր համար բավականին ծանր սոցիալական, միջազգային, տնտեսական խնդիրներ են առաջանալու Ադրբեջանի ներսում, որովհետև երկիրը պետք է արդեն ռազմական ռելսերից տեղափոխել խաղաղ ռելսերի, իսկ մենք գիտենք, որ դա բավականին դժվար է, ցավոք մեր փորձի վրա էլ գիտենք, որ ոչ միայն դժվար է, այլ ժողովրդավարության բացակայության պայմաններում դա անհնար, ուղղակի անհնար է, դա բերում է ահռելի ճգնաժամերի եւ Ալիևը դա գիտակցում է, հետեւաբար իրեն պետք չի այդ խաղաղությունը եւ ինքը պետք է տարածի տրամադրությունները, որոնք ագրեսիային պարունակում, ինքը պետք է ասի, որ մենք պետք է գնանք հայերին ոչնչացնենք, Հայաստանը ոչնչացնենք, Հայաստանը մանա, իսկ կրակոցները պայմանավորված են նրանով, որ ինքը երկու շաբաթ ասում էր, որ Հայաստանը կրակում է, ոնց որ Հայաստանը չէր կրակում, հիմա գնաց մեկ քայլ ավել, մեծ հավանականությամբ նաև իր զորքերը Ռաման են ստացել կրակել բնակավայրերին, որպեսզի ստանան հակադարձ կրակոց հայկական կողմից եւ հենց այդ կրակոցները նկարահանվեն եւ տարածվեն ԶԼՄ-ներով, սա ակնհայտորեն բացառապես Ադրբեջանը չի, սա Ադրբեջանը եւ Ռուսաստանն է, հիմնական խաղացողները իրանք են։